Այս ամեն ինչը հիմնված է եղել ուղղակի օդապարեկի մեջ է, փուչիկ է եղել։ Ամնակարով միտքը չեմ ասել ներողություն։ Կարելի է միայն խոսել ձեռքբերումների մասին եւ ես ասեմ, որ դրանք կան, ես այդ մոտեցման հետ բացարձակապես համաձայն չեմ, որ ամեն ինչին նայենք սև ու սպիտակ, այսինքն սպիտակի մեջ սև կետեր մանկանք։ Բայց կարելի է ես խոսամ մի քիչ Անժելա, ինձ հրավիրել եք որպեսզի ես պատասխանեմ, մի քիչ ներողություն։ Ես եմ պատասխան ձեր մեղադրանքները։ Չէ, հիմա դու բան ասել, որին ես ամբողջապես պետք չէ, ուրիշ տեղ ականում, շեղում Անժելա, որպեսզի անհետաքրքիր սարքի։ Իհարկե կան լավ կողմեր, այո, դրա համար ես ցանկանում եմ հիշել, սոցիալական չեն ժամանակ մի շատ հետաքրքիր անեկդոտ կար։ Մի պատմեք, ժամանակ չկա։ Դուք անընդհատ շրջանցում եք տնտեսական ճգնաժամը, իսկ այդ ճգնաժամից մենք դուրս ենք եկել առանց ցնցումների։ Հակը 3 օրում կգտնեն սրիկային, որը կվաճառի հակի ժամանակ, իշխանության ժամանակ ռեսուրսը երկրի, ասենք ոսկի։ Առաջարկում եմ, որ ՀՀԿ ներողություն խնդրի։ Բոլոր ազգային փոքրամասնությունից ներողություն։ Ինչի համար։ Դուք տանում եք հակը դեպի զինված ապստամբության։ Զենք ես ունեմ։ Հենց այդ իշխանության ես կնիրեմ։ Այդ որ մյուս անգամ Տիկին Աճեմյան ավելի մանրամասն իմ հարցերին պատասխանի, խնդրում եմ ֆիքսեք հետևել հարցս։ Ազգային փոքրամասնություն։